խոսելու եմ պարգևների, դրսևորումների կարևորության մասին, ինչքան կարևոր են պարգևները, ով ունի, ով չունի, երբ կունենան, բավոր չունենան եւ այլն։ Բայց անվանել եմ այսպես՝ սեր եւ փափագ։ Ինչու սեր եւ փափագ, որտեվ երկու այդ բառի վրա էլ ես շեշտադրում եմ անելու։ Կա մարդ, որ երբևէ կարդացել է առաջի Կորինթացիների 12-րդ գլուխը։ Մարդ կա, որ անգիրել գիտի անգամ, այո։ Բայց ովքեր որ չգիտեն, խնդրում եմ կարդացեք, հիմա էլ կարող եք կարդալ, բայց ես ամբողջը չեմ կարդալու, որովհետև կարդալու եմ այն տեղերը, որի վրա որ շեշտադրում եմ անելու։ Եվ մեր թանկագին, սիրելի Պողոս Առաքյալը գրում է եւ ասում է. բայց հոգևոր պարգևների համար եղբայրներ չեմ կամենում, որ չիմանաք։ Այսինքն ես կամենում եմ, որ դուք իմանաք հոգևոր պարգևների մասին։ Մի ուրիշ խոսքով Աստված ծածուկ չի պահում մեզանից իր եկեղեցուց այն պարգևները, պարգևը ի՞նչ է, նվեր, որ նա կամենում է տալ կամ տվել է արդեն, չէ՞։ Դրա համար ասում եմ, ես չեմ ուզում, որ անտեղյակ լինեք, չեմ ուզում, որ մի բանից գաղափար չունենաք, այլ ընդհակառակը ուզում եմ, որ լավ իմանաք, լավ հասկանաք, ճանաչեք, տեղեկացված լինեք, այն որ ասում եմ, ասենց փռեմ ձեր դեմը, որ պարզից էլ պարզ լինի։ Ինչու։ Այ հիմա կտեսնենք ինչու։ Ասում եմ, դուք գիտեք, սա իհարկե Կորինթացիներին է վերաբերվում։ Միգուցե մեզ էլ, ովքեր որ մեզանից նման կերպ վարվել են։ Դուք գիտեք, թե երբ որ հեթանոս էիք, անձայն կուրքերի մոտ էիք տարվում, ինչպես որ առաջնորդվում էիք։ Ինչ գիտեիք, այն էիք անում։ Նրա համար հայտում եմ ձեզ, որ չկա մեկը Աստծո հոգով խոսացող, որ Հիսուսին նզովյալ ասի, եւ չկա մեկը, որ Հիսուսին Տեր ասի, եթե ոչ Սուրբ Հոգուց։ Ամեն։ Այսինքն չեն կարա իրականում Հիսուսին Տեր մարդը ընդունի լիարժեք, եթե իրան դրթողը Սուրբ Հոգին չի։ Չի կարող մեկը հոգով խոսա, եթե Աստծո Հոգին չի դրթում։ Չի կարող մեկը Աստծուն փառաբանել, եթե Աստծո Հոգին չի։ Մեկը չի կարող Աստծուն ծառայել, Աստծո գործը անել, եթե իրան դրթողը Աստծո Հոգին չի։ Ամեն։ Հիմա ու ելի ուզում եմ գնամ պարգևներին։ Պարգևները զանազան են։ Ով գիտի այս պարգևների մասին։ Ես միայն այս 9-ի մասին չեմ խոսալու։ Ուղղակի։ Ստեղից սկսում ենք։ Ասում եմ պարգևները զանազան են։ Ինչ է նշանակում զանազան թանկագիններ։ Ուզում եմ ոնց որ ինչքան հնարավոր է, ասենց հատիկ գնանք։ Տարբեր են։ Ընդունում ես։ Պարգևները տարբեր են։ Ճիշտ է։ Եթե դու մեկի մոտ մի պարգև ես նկատել ու ուզում ես կոպիա անես, մի արա, սխալվում ես, որովհետև ասում եմ տարբեր են։ Կարող է մեկը ուրախանա, ասի, ուխ, ես եմ մտածում եի կարող է տարօրինակ բան է իմ մոտ էս դրսևորումը կամ ես սենց էի մտածում։ Տարբեր են։ Բայց հոգին նույնն է, հեղինակը եկեք ասենք նույնն է, արմատը նույնն է, աղբյուրը նույնն է, ջրհորը նույնն է, նույն տեղից է գալիս։ Ամեն։ Եվ պաշտոնները զանազան են, բայց Տերը նույնն է։ Հետո, ես էլ կարդամ, ներգործությունները զանազան են, բայց Աստված նույնն է, որ ամենը ամենքի մեջ ներգործում է։ Նայեք ինչքան հետաքրքիր մաս է ու շատ կարևոր։ Տարբեր են։ Հիմա կկարդամ պարգևների մասին։ Ասում եմ, տարբեր են պարգևները, բայց նույն աղբյուրից է գալիս։ Ամեն։ Դրսևորումները տարբեր են, բայց նույն աղբյուրից է գալիս։ Ազդեցությունները, չգիտեմ, դրսևորումները, էլ ինչ էր ասում, ներգործությունները բոլորը տարբեր են, պաշտոնները անգամ տարբեր են։ Բայց Աստված է դրել, հասկանում եք։ Եթե մեկը մեզանից բողոք ուներ Աստծուն, այս լավ ու վատից չի, նայեք,
Այ հեսա երկրորդ մասը արդեն մեր պատասխանատվությունն ա լինելու։ Աստված ում ինչպես կամեցավ, ես մտածում եմ, ստեղ պետք չի ասել, բա ինչի իրան էս տվիր, ինձ էս տվիր, այդ ոնց եղավ ինքը սենց շատ երևացող է, ես չերևացող եմ։ Ուղղակի եկեք գոհանանք։ Ասենք, փառք ես Տեր, որ դու ինձ պատվի ես արժանացել ու նվեր ես տվել։ Նվեր ես տվել, պարգև ես տվել, ու երբ որ խոսում ենք պարգևի մասին, սա չի ասում, որ գիտես, սա քո արժանիքն էր։ Այ դու բարձրահասակ էիր, դրա համար քեզ որոշեցի էս տամ։ Դու շատ կրթված էիր, որոշեցի դրա համար քեզ էս տամ։ Դու գիտես, սենց սիրուն ունքեր ունես, աչքերդ խոշոր են, չգիտեմ, տարբեր, սրանք չեն պատճառը։ Պատճառը գիտեք որն է։ Աստծո սիրտը, Աստծո ուզելը, Աստծո մեծ սիրտը, որ ինքը ասեց նվերներ է տալի բոլորին։ Ոնց որ մենք սիրում ենք, չէ, որ ունենանք այս ծննդյան տոներին բոլոր ընտանիքի անդամներին նվեր տանք, հարազատներին նվեր տանք, հյուրերին նվեր տանք, ուզում ենք, չէ։ Անկամ գնանք հարևաններին են նվեր տանք, լավ զգանք։ Աստծո սիրտը տենց է, հնարավորությունն էլ շատ մեծ է, պարգևներն էլ անսահման են։ Ամեն։ Եվ ինքը տալիս է ներգործումը, բայց նայեք, 7-րդ խոսք ասում է, բայց ամեն մեկին է տրված, ամեն մեկին տրված է հոգու հայտնությունը օգտի համար։ Կամ այս ամեն ինչ, որ տրված ասում է բոլորին, մի հատ էլ կարդամ, բայց ամեն մեկին տրված է հայտնությունը օգտի համար։ Օգուտի համար է տված, նպատակով է տված, որ լավ լինի, սենց մեր բառերով ասեմ, դրա համար է տրված։ Համաձայն եք։ Մի հատ միտք, այ ես ինչ իմանամ, ում է տվել է, բայց ինձ ոնց որ թե հեչ բան չի տվել։ Գիտես, տվել է։ Եթե դու դեռ չգիտես կամ դեռ բացահայտված չի, այս ուրիշ բան է։ Բայց ստեղ մենք չենք տեսնում, որ Աստված գրի, կամ հեսա էլի կարդամ, որ Աստված ասի, ես ում ուզեմ կտամ, ում չուզեմ չեմ տա։ Ոչ։ Ասում է, ես կտամ, բայց ում ինչ, այդ ես կորոշեմ։ Տարբերություն հասկացաք։ Մի հատ էլ, ոչ թե ում ուզեմ կտամ, ում չէ, այլ ում էլ ինչ որ տվել եմ կամ կտամ, ես կորոշեմ, ես եմ տվել, ինչպես որ կամեցել եմ։ Ասենք շնորհակալ ենք Տեր։ Ինչու, որտեղ խոստովանենք, մենք մեզ այդքան չգիտենք, ինչքան Աստված լավ գիտի։ Երկրորդ լավ, այդ միտքը հետո կասեմ, բայց կարևորը, որ սա օգուտ բերելու համար է, այս հասկացեք։ Լավ։ Արագ գնանք, որովհետև մեկին հոգուց տրված է իմաստության խոսք եւ ուրիշին գիտության խոսք նույն հոգու չափով։ Մյուսին հավատք նույն հոգով, ուրիշին բժշկության պարգևներ նույն հոգով, նայեք ինչքան լավ է, էլի վերջում գրում է նույն հոգով, նույն հոգով, նույն հոգով, նույն Աստվածը։ Ուրիշին զորությունների ներգործություններ, ուրիշին մարգարեություն, ուրիշին հոգիների ընտրություն, ուրիշին այլ եւ այլ լեզուներ, ուրիշին լեզուների թարգմանություն, բայց այս ամենը հենց մի եւ նույն հոգին է ներգործում, այ իմ ասած տեղը, ամեն մեկին բաժանելով, ում բաժանելով, ով է ամեն մեկի մեջ, դե ձեզ տեսնեմ, ես էլ, ամեն մեկին, չի ասում, ոմանց, եթե ասի ոմանց, ուրեմն կասենք, դե քո բախտը բերեց, ժողովուրդ ջան, քո բախտն է բերեց, դե իմն է սենց է։ Գիտեք, այսօր սենց, չէ, ես չեմ ասում այսօր, վաղուց է եղել ճիշտ ասած, մենք ենք երևի թե նոր լսել, որ գիտես, դե Տերը, որ կամենա, կլնի, դե որ Տերը ուզենա, ես է Սուրբ Հոգով կմկրտվեմ, կամեցել է։ Տերը, որ ուզենա, ինձ էլ մի շնորհ կտար, ես է եկեղեցուն մի օգուտ կտայի, բայց դե որ չի տվել է, դու չգիտես։ Դու խաբված ես, չգիտես։ Այդ դրա համար անգործ ես, այն Տիրոջ տվածը չես գործադրում, օգուտ չես բերում, օգուտ չես ստանում անգամ ինքդ։ Հոգին ներգործում է ամեն մեկին բաժանելով, ինչպես կամենում է։
այս շատ լավ է։ Այստեղ եկեք իրար չնախանձենք, եկեք ստեղ իրար հետ չմրցակցենք, եկեք ստեղ, չգիտեմ, հա իրականում էլի չնախանձենք։ Ես չգիտեմ, այդ նախանձան հենց է, որ ազգություն չի ճանաչում, մեկ է սեր, բայց ինքը շատ փիս բան է։ Ինչի՞ առիթ նախանձելու միշտ կա։ Ինչի՞ է իր մազերը սև, իմը արդեն սպիտակ, ինչի՞ է իր աշկերը խոշոր, իմը փոքր, ինչի՞ է իր ատամնաշարը ուղիղ, իմը։ Հիմա էլ ստեղ եկեղեցում էլ սատանան բանը, ինչի՞ եղավ ինքը սենց լավ, սենց բանա, ինչի՞ է իրան իմաստության խոսքը միշտ բաց, ինչի՞ է ինքը միշտ մարգարեություն ունի, ես ոչինչ չունեմ։ Ունես։ Գնանք, ուր պիտի գնանք։ Գնանք առաջ, նպատակը բոլոր բաների մեկն է, օգուտը, ամեն, ներգործող Աստվածը։ Եվ 12, ինչպես էլ մարմինը մեկ է, բայց անդամները շատ ունի, եւ մեկ մարմնի բոլոր անդամները շատ լինելով, մարմինը մեկ է, այդպես էլ Քրիստոսը։ Հիմա ես պետք է արդեն թռնեմ, ել չեմ կարա մնամ ստեղ, գնում եմ 26-ը, 26-րդ խոսքը։ Եվ ասում է, եթե մեկ անդամը ցավում է, բոլոր անդամներն էլ նրա հետ ցավում են։ Խոսում է մարմնի մասին։ Մենք, չես, մեր մարմինն է, դու ունես քո մարմինը, ես իմը, ու մեր անդամները մեկ են, մեր անդամները ունեն ֆունկցիաներ։ Մեր անդամների, մարմնի անդամների, թե երևացող, թե չերևացող կապ չունի, որի մասին գիտենք, չգիտենք, մեկը իրանք մի նպատակ են հետապնդում, որ այս մարմինը առողջ լինի, որ այս մարմինը զորավոր լինի, որ այս մարմինը գործունյալ լինի, որ այս մարմինը, չէ, հասկանալի է բոլորիս։ Նմանապես Աստված եկեղեցու մասին, թանկագիններս, ես չգիտեմ դու մարմնի որ անդամն ես, բայց ես ուզում եմ աչք լինեմ, ես ուզում եմ պրիչոսկեն լինեմ, ես չգիտեմ, Աստված որոշել դրել է, գոհացի ինչի մեջ որ կաս, լավ, հիմա, եթե մեկը ասում է ցավում է, բոլորին է ազդում, այսինքն բոլորն են այդ հարցին մասնակից լինում, եթե մեկը անդամ փառավորում է, բոլորն են դրան մասնակից լինում, լավ, պետք է գնանք մինչև 31-ը, ուստի դու Քրիստոսի մարմինն եք և մեկ նրա անդամները, սա մեզ է ուղղված, և ոմանց դրեց Աստված եկեղեցում, նայեք հիմա ուրիշ պաշտոններ, ուրիշ պարգևների մասին եմ խոսում, առաքյալների, մարգարեների, վարդապետների, զորություններ և հետո բժշկությունների պարգևներ, օգնություններ, կառավարություններ, այլ և այլ լեզուներ, միթե ամենքը առաքյալ են, իհարկե ոչ, միթե ամենքը մարգարե են, միթե ամենքը վարդապետներ են, միթե ամենքը զորություններ անող են, միթե ամենքը բժշկությունների պարգևներ ունեն, միթե ամենը լեզուներ են խոսում, միթե ամենը թարգմանում են, Սուրբ Հոգու մկրտության հետ չխառնեք սա են պարգևների բաժիններ, միթե բոլորս ասում են նույն պարգևը ունենք, ոչ, չէ, տարբեր ենք, ինչի եմ ես սա խոսում թանկագիններ, որովհետև եկեղեցին ինքը ազդեցիկ է, ինքը առողջ է, երբ որ ինքը գիտի ամեն մի անդամ իր նշանակությունը եւ դրա համեմատ գործում է։ Սա է, Աստծո եկեղեցին տրված չի, որ մի քանի ընտրյալներ են, մնացածը դե սովորական։ Ոչ, Աստծո եկեղեցին բազմազան, բազմաշնոր, ազդեցիկ տարբեր ոլորտներում ինքը գործող մարմին է, կենդանի ու ասա ու ես մեկն եմ նրանցից։ Քեզ չչափես։ Դե ես արդեն տարիքով եմ, ծեր եմ, մի ոտը ստեղ է, մեկը երկինք է արդեն մեկի կեսն է երկինք, թող հələ ջահելները։ Բա դու կարևորություն ունես։ Դու պարգև ունես, որ պետք է ծառայեցնես եկեղեցում։ Դու գործ ունես անելու Աստծո համար, Աստծո արքայության համար, ու մենք երբևէ եթե մի բան Աստված ավելորդ չի անում, աննպատակ ու անիմաստ չի անում, ու շատ լավ է որ դու գտնես քո պարգևը, ու շատ լավ է որ դու կայանաս դրա մեջ ու սկսես ծառայել դրա մեջ։ Ամեն։
Բոլորս չենք նույնը լինելու, բոլորս քարոզիչ չենք լինելու, բոլորս հասկանում եք առաքյալ չենք լինելու, բոլորս կառավարության ծառայության մեջ չենք լինելու, բոլորս չէ, բայց ոմանք լինելու են ստեղ, ոմանք ընդեղ, ոմանք ընդեղ, ոմանք ընդեղ, ամեն, և բայց դուք 31-ն եմ ուզում կարդամ, նախանձավոր եղեք լավագույն պարգևներին և ես էլ ավելի գերազանց ճանապարհ ցույց կտամ ձեզ, ասում է Պողոս առաքյալը, այս արդեն ինձ գցում է ոնց որ բանի մեջ էս խոսքը, ուրեմն լավ ու վատ ես արել, Տեր ջան, այս լավ ու վատ ես արել, կասես, բայց տենց ա գրված, լավագույնին ձգտեք, տեսեք որն է լավ, այդ ընտեղ դրած չի, որ դու գնաս վերցնես, քոնն ես ինձ թաքուն գցես, ասես ես քո ջեբից անգ է, ես քոնն է, իմը չի, ես այն մեկն է իմը, խոսքը գիտեք ինչի մասին է, ես չեմ մտածում Աստված լավ ու վատ ունի, գիտեք խի, որտև մեզ բոլորիս հավասար է սիրում, թեև բոլորիս գործնեությունը տարբեր է, հիմա ոնց որ բոլորը ուզենան սիրտ լինեն, բայց արյունը ով պետք է մաքրի, բոլորը ուզենան սիրտ լինեն, սիրտը տենանք կվախենանք, այդ մենակ անունն ենք լսել, չէ սրտի, բոլորը կուզեն ուղեղը լինեն, սենց աշխատումը, 1000-ի տակ, չգիտեմ 1000-ը, 10,000-ը, բայց բոլորս կուզենք այս սենց լավ մոզգը լինենք եկեղեցու, բայց արյունատարանոտները ով պետք է լինի, ենթադրենք, բայց խորհրդականները ով պետք է լինի, այդ հասկանում ես, բայց պաշտպանությունը ով պետք է լինի, օրինակ իմունային համակարգը ենթադրենք, ով պետք է լինի, հիմա որ շատ խոսանք, ով որ բժշկությունից լավ տեղյակ է, ինքը շատ լավ գիտի, որ բոլորն է կարևոր են, մեկը առանց մյուսի չի կարող, բայց գիտես որն է, այստեղ արդեն տեսնում ենք մի հատ մարտահրավեր, որ Աստված նետում է մեզ, ձգտեք, ասում է, նախանձավոր եղեք, որ մեծ ազդեցություն բերեք, նախանձավոր եղեք, որ գործ անեք, նախանձավոր եղեք, ավելին, ստեղ գրված է լավագույն, ավելին նախանձավոր եղեք, ով գիտի այսօր, ինչ պարգև ունի իր մեջ, գործում է ինչ-որ չափով, էլ ավելի ձգտի, ասում է Աստված, ցույց տուր քո գործնեությունը Աստծուն, ցույց տուր, միգուցե Աստված մի հատ էլ ավելացնի քեզ դրան, բայց եթե դու մի բանը ունես ու պահել ես այն առակի պատմության մեջ թաքցրել ես, դե լավ դեսի ում է պետք այսօր էսի հնաոճ բանը, հիմա մոդա է դևեր քշելը, հիմա մոդա է, չգիտեմ ես ինչ անելը, ով է այսօր լեզուների աղոթքին ծածուկ սենյակում բանի տեղ դնում, դրանց ոչ մեկ չգիտեն, իրանց մասին սայտեր չկա, իրանք կլաս հավաքող չեն, իրանց մասին չգիտեմ, սենց ոչ մեկ չի նկարում, ասում է, գիտես, ես այսօր շիքարամալարա, բայց դևերի համար գովազդներ ա գնում, պաստառներ ա գնում, էս ա գնում, ես էս եմ ուզում, էս Տեր ջան, տուր ընդեղ մեկը կգա եկուց մյուս օր թազա, իրան տուր, ոչ, արա, ձգտի, ու երբ որ դու մի բան անում ես ու շատ լավ ես անում, ում կտա Աստված, դու ում կվստահես ինչ-որ մի բան, ավելի, ինչ-որ մեկին ով որ անում է, թե ով որ սենց նայում է, հենց Տերը եկավ սկսեց, ես է մաքրություն էի անում ճիշտն ասած, հավայ, մաքրություն էի անում, չէ, ես մտա այս է նախանձավորությունը, ասում է ձգտեք լավագույնին, ձգտեք ավելի, ես ուրիշ տեղել հիմա կկարդամ, ձգտեք ավելիին, և ասում է ես ավելի լավ ճանապարհ ձեզ ցույց կտամ, կամ ավելի շուտ ես ձևը կասեմ, 13-ը գիտեք արդեն, սիրո գլուխն է, ես մի անգամից թռնում եմ 14-րդ գլուխ, ինչու է անվանել սեր և փափակ, որտև սերը շատ կարևոր է, գրած է, սիրուն հետևեք և հոգևոր պարգևներին նախանձավոր եղեք, կկարդամ, որ հետո ուրիշ բան չմտածեք, մանավանդ, որ մարգարյանաք, տեսակ, որ մեկը մյուսից լավն է,
Ներքևում լեզուների աղոթքի մասին է գրած։ Ինքը ինչի է այս տարբերությունը դնում, որ մարգարեացողը մարդկանց է ուղղված։ Աղոթողը իր անձն է շինում։ Մարդկանց չես շինի, եթե քեզ չշինես, հա? Մարդկանց չես ծառայի, եթե դու լցված, կառուցված, կայացած չլինես։ Հիմա ո՞րն էր մեծը։ Ոնց որ լեզուների աղոթքը ոնց որ ավելի լավ էր։ Չէ, թանկագիններ, եկեք լավ ու վատ չանենք։ Բայց կան մարդիկ, իհարկե մենք չենք, բայց կան մարդիկ։ Ինչ է այս աղոթքի ծառայության գնամ, ես ավելի լավ է կգնամ մեկին կբռնեմ, կասեմ այսպես է ասում Աստված։ Այստեղի գրած մարգարեությունը, այդ այսպես է ասում Աստվածը, չգիտես։ Էդի մեկն է, որ տենում ես մի քիչ տխուր նստած է, գնում ես կողքը նստում ես, ասում ես ինչ է եղել։ Եղբայրս, քույրս ինչ է եղել։ Լսի, մեր Աստված նույնն է, ինքը չի փոխվել։ Աստված հավատարիմ է, ինքը բժշկող է, խնդիր ունես։ Աստված խնդիրները լուծող է։ Արի իրար հետ աղոթենք։ Արի իրար հետ Աստվածաշունչ կարդանք։ Լսի, ու մեկը տենում ես ուրախացավ։ Մեկը տենում ես բարձրացավ, մեկը տենում ես մյուս օրը հրաշք ունեցավ։ Այս առաջ եմ ընկնում, ասում եմ որովհետև մարգարեությունը բերում է ինչ։ Մխիթարություն, շինություն, սփոփություն։ Սա է ծառայությունը։ Այսինքն մարգարեության պարգևի ուղղված է ոչ թե քո վրա, այլ քեզանից դեպի մարդը։ Ի տարբերություն լեզուների աղոթքը քեզ է ուղղված, որ դու, այո, դու պետք է եւ այնտեղ լցվես, հետո դու գաս այդտեղ լցնես։ Ամեն։ Ես չունեմ ժամանակ, որ մանրամասը գնանք, բայց ի՞նչն է հարցը։ Սիրուն հետևեք։ Ես ուզում եմ կարդամ, այս որ գրված է սիրուն հետևեք, ինչ է նշանակում։ Վազեք ասում է սիրո հետևից։ Գնացա։ Ստրեմիցա, ռուսերեն ասեմ, որ լավ հասկանաք։ Ձգտեք սիրո մեջ ունենալու, սիրով լցվելու, տես չի խառնե կամ սերը ավելորդ չի դրես այդտեղ առաքյալը։ Հետո ասում է հոգևոր պարգևներին է նախանձավոր եղեք։ Այդ նախանձավոր բառն էլ, եթե բացես բառարանը, գրած է այնքան մեծ փափագ ունենաս։ Ով կա այստեղ, որ մի հատ մեծ ցանկություն ունի։ Ով կա այստեղ, որ մի հատ մեծ փափագ ունի, ինչ որ մի բան իր կյանքում կատարվի։ Բոլորս էլ ունենք, ու բոլորիս ուզածնել մեծ է։ Չէ՞։ Մեր համար։ Ով ստից ցանկություն ունի։ Չունեք տենց ստից ցանկություններ։ Ասես որ լինի, չլինի, տենց այդքան էլ դարդոտ։ Չկա հա տես բան։ Ես չեմ ուզում հավատամ։ Որտեղ բոլորիս մեջ է, ինչ որ ժամանակ առ ժամանակ sense մտքեր ցանկություններ գալիս, այդ ասում են, դու լավ դե չեղավ, բա։ Դա ինչ էր որ, այդքան է շատ չէր, բայց փափագ էր։ Այդքան է ձգտում չկար, այդքան է ոնց որ լավ դե, վատ չէր լինի։ Չկա, հա։ Բխեք խափում ասում եք չկա։ Ահա, մի հատ էլ ապաշխարելու առիթ ունեցանք, Տեր ջան։ Ստեղ խոսում է այս փափագ, ասում է այնքան նպատակաուղված, սլացած փափագ եք ունենալու, բայց առաջինը նայեք, ասում է սիրո մեջ, սիրո հետևից վազեք։ Թող ձեր նպատակը լինի սերը։ Իսկ ի՞նչ է սերը։ Թանկագին եկեղեցի։ Սերը դիմացինին օգուտ տալն է։ Սերը քեզ նվիրելն է ինչ-որ մեկին։ Սերը գործողություն է, բարեր չի։ Սերը հենց այդ է, որ գիտես, ես լցվել եմ Աստծո սիրով։ Ուզում եմ այդ սերը թափեմ։ Այդ սերը սենց չի, տեսել եք, չէ՞, ջրվեժները ինքը իր մեջ լցվում է, ֆռում է իր վրա։ Այդ սիրո մասին չէ, եսասերն է։ Ավելի շուտ ինքնասերն է, երևի, չէ, ինքնասեր, ինքնահավանն է, եսասերն է։ Ինքնասիրությունը լավ բան է, արժանապատվություն։ Գիտեք, իմ բառերով ասեմ, ասում եմ նախանձավոր ու փափագող ցկտող եղեք, որ պարգևներ ունենաք։ Ասես Տեր ջան, հենա տվել, էլ խես ասում ցկտի։ Ինչի ասում ցկտեք։ Հա? Ես մտածում եմ Աստված ուզում ավելացնի։ Ես մտածում եմ Աստված ուզում է ընդարձակի։ Ես մտածում եմ Աստված ուզում է երկրորդը չէ, երրորդն էլ, չորրորդն էլ գործածի քո կյանքի մեջ։ Ինչու՞։ Որտեվ ով որ չի փափագում, ինքը անգործ է, ինքը
կասեմ հոգևոր ծույլ է, իրան չի հետաքրքրում, չի էլ ուզում։ Բայց ով որ ուզում ասում, լսի, ես քեզ էլի կտամ, ցկտի։ Սերը գիտեք ինչի մասին է խոսում։ Սրտացավության։ Ինչն է առաջացնում մեր մեջ ցկտում, թանկագիններս։ Օրինակ, պարգևը, որ ինձ ստենան ու առաջի էջի վրա իմ անունը լինի, էս ինչ բժշկող, էս ինչ հրաշագործ, հա? Բայց գիտեք, որ կան նման մարդիկ։ Աղոթող, այս պարգևը ունենամ, այ մի հատ արդեն կտենակ ով է։ Այ հեսա կտենակ ով է։ Այ հեսա ինձ հովիվ կդնեն կտենակ աստեղ ով է ասողը։ Այ հեսա ես առաքյալ կլնեմ, այն վաղտ ես եպիսկոպոս կկոչվեմ, իսկ դուք կմնաք սենց գյուղի հովիվներ։ Ենթադրենք, էլի։ Ես ի նկատի ոչ մեկին չունեմ։ Աստված շեշտում է սիրով վարվեք։ Թող սերը լինի ձեր դրթող կամ այդ նախանձավորություն ծնող գործոնը, թող սերը լինի։ Գիտեք որն է սերը։ Կամ որը չի սերը։ Որ ինքը ուզում է պարգև ունենա, բայց իրան հետաքրքիր չեն, հետաքրքիր ստեղ է, սաղ սլակները իրա վրա է։ Թանկագին, եթե դու ինչ-որ մեկին ուզում ես ծառայես, կամ թվում է, թե ուզում ես ծառայես, բայց որտեղ մենք անկեղծ գիտենք, էլի ինչ է մեր սրտում։ Կամ մի հատ եկեք հետ նայենք, նոր հետո անենք։ Իմ նպատակը այդքան է իր գլխացավը անցնելը չի։ Բայց թող անցնի, որ իմանա ես ով եմ։ Անցավ, դե գնաս կասես, որ գան իմ մոտ հատուկ աղոթքի, ինչի՞։ Տեսար անցավ։ Ոմանք էլ միամիտ մեր հոգևորների մասին է։ Լսի, իր մոտ է անցե գլուխը, հա։ Մի հատ իմ համար ինչի, որտեվ իր համար ինձի ասել են տենց։ Ինձանից նեղացել են անգամ։ Դու գնացիր այն ինչի համար աղոթեցիք, ինքը բժշկվեց հիվանդանոցից դուրս գրվեք, իսկ ես խնդրեցի, որ իմ համար գաք աղոթեք, չեկաք։ Իսկ ես սպասում էի ձեզ։ Լսեք, չկարողացա։ Բայց այսքան մարդը կարող էին, է։ Չէ, ես հատուկ ձեզ էի ուզում, որտեվ դուք աղոթեցիք, ինքը բժշկվեց, իսկ ես կարիք ունեի չեկաք։ Ու մարդը չի հարցնում, ինչու չեկաք։ Մի հատ գոնե պատճառել ներկայացնեի։ Չէ, ոչ թե չեմ ուզել, չեմ կարողացել։ Կինս հիվանդ էր, իր համար էի աղոթում այդ օրը։ Կամ տան գործերը ես էի անում, չգիտեմ հիմա։ Հասկանում եք թանկագիններ, չպետք է այդ լինի։ Սերը գիտեք որն է, որ տենում է կարիքը։ Տենում է ու գիտես կարծես թե անզոր է, չգիտի ինչ անի։ Ասում է Տեր, այ ոնց կուզենայի ես կարողանայի իրան պատասխան լինեի։ Գնում ու լացում ասում է Տեր, ոնց կուզեի իրականում ես անօգնականին օգնություն լինեի, թե խոսքը տայր այդ պահին, թե զորությունը, գիտես ով է կարում իր միջից այդ զորությունը դրսևորի։ Ասես մի հատ նստի ճկնի ու մի հատ հավատք ունենա ու մի հատ գմ։ Ասես հրաշքների հետևից լինեն, այս նկարվում ենք, հա։ Ով կարա տես ծնի հավատքը։ Ծոմ կվերցեմ հավատքս կուժեղանա։ Ծոմ կվերցնես Աստծո հետ մտերմությունդ կուժեղանա։ Բայց թե ինքը հավատքի պարգևը քո միջոցով կգործադրի թե չէ, այդ ես չեմ կարող ասեմ։ Բայց եթե ես շատ ուզեմ, ես շատ փափագեմ, ասեմ Տեր, մեզ շենք է պետք, մեզ գումարներ են պետք, մեզ չգիտեմ, այս հրաշքն է այսօր պետք, անհնարինը, բայց հնարավոր է պետք։ Ու ես շատ կուզեմ, ահա ես, լծրա ինձ, խոսա ինձ, հավատքը տուր, հավատքի պարգևը թող գործի, հրաշագործության պարգևը թող գործի, որովհետև այս ինչ որ բժիշկներ ասում են, այս մարդու կյանքում անհնարին է, բայց դու ասում ես հնարավոր է, դու ասում ես, որ այսքան պարգևներ կա ու իրանց օգտի համար է։ Կարելի է, չէ՞ գնալու լացել սրա համար։ Ասել ես ոնց կուզեմ։ Ես մի անգամ մի տեղ էի գնացել ու մեկի համար պետք է աղոթեի։ Գիտես ոչ մի բան չէր ելնում։ Ոչ մի բան չէր, հավատում էի Աստծո խոսքին, հավատում էի ես ամեն ինչին։ Գիտես, բայց երբ որ տեսնում ես մարդու ցավերը, տանջանքը ինձ ու ես ասես մտքից Տեր, ես աղաչում եմ քեզ։ Աղաչում եմ, թող այս պարգևները այնքան առատ լինի եկեղեցում, իմ մեջ, մյուսի մեջ կապ չունի, որ գիտես, որ մենք կարողանանք ծառայենք։ Ես ուզում եմ պատասխան լինեմ։ Ես ուզում եմ լրացնող լինեմ։
Այս սերն է, որ փնտրում է դիմացինի հոգուտը։ Սերն է, որ ուզում է եկեղեցում, ու ոչ միայն եկեղեցում, այս աշխարհին պատասխան լինի։ Ոչ թե որ տեսնի, ասի, հա դե լավ է։ Ոչ։ Այս փափագն է։ Ասում է սիրուն հետևեք։ Վազեք սիրո մեջ, սերը Հիսուսն է։ Ինչն էր քեզ դրդում Հիսուս, որ դու մարդկանց չէիր կարող անտեսեիր։ Ինչն էր քեզ դրդում հոգնած հալիտ, կներեք ես բառով ասեմ։ Աշակերտներին ուղարկում էիր, բայց դու մնում էիր։ Ինչն էր քեզ դրդում, որ այսքան ծառայություն, տանջանքից հետո սոված, սարն էիր բարդնանում, մի հատ աղոթում էիր, լցվում էիր։ Ու իջնում էիր, ու չէիր ասում, այսօր ընդունալության օր չի, վերջ, վաղը կգաք, ու էլի սկսում էիր ծառայել։ Սերը, ես մտածում եմ, որտեղից էր այդ սերը թանկագիններս։ Որտեղից էր։ Ասես պաշարված ինքը եկել էր, ինքը գնում ու լցնում էր։ Մենք այնքան կարիք ունենք մեր ներսը վերանայելու։ Այո, այսօր թե իմ ու քո կողքը այսօր մեր մեջ։ Միգուցե ես եմ, դու ես հենց այդ մեկը կարիքավոր, որ Աստծո միջամտության կարիք ունես ու մենք միշտ ենք ունենալու դա։ Այսօր աշխարհում ինչքան ենք տենում, չէ՞։ Խեղաթյուրված մարդիկ, այլանդարկված, կարիքավոր, կոտրված, տարբեր ոլորտներում։ Տեսնում ենք, թե չէ։ Հա? Ու գիտես, Աստված ուզում է, որ մենք իրանց վրա ուշադրություն դարձնենք։ Աստված ուզում է, որ մենք իրականում թեև այդ պահին մի բան անենք ու արդյունք չունենանք, բայց գնանք ու լացենք, ասենք Տեր, չէ, ես չեմ բավարարվում սրանով։ Ու գիտես, սովորաբար քրիստոնյաներս ինչ-որ մի պատճառ գտնում ենք։ Դե հավատք չուներ։ Ես ինչ անեմ, հավատք չուներ։ Տեր, ինքը հավատք չուներ։ Լավ։ Բայց ես այնքան եմ տեսել, որ դու տենց անհավատների դու ես բժշկե։ Այդ հավատքը ինձ տուր, էլի։ Ես հավատամ իր տեղը։ Դու ինքը անշնորհակալ էր։ Ինչքան անշնորհակալներ բժշկվեցին։ Ոչինչ, Տեր, ես իր տեղը քեզ շնորհակալություն կհայտնեմ, բայց ինձ գործածի էլի։ Ինձ էս պարգևը տուր, այսօր այնքան կարիք կա։ Հիմա ինչ ես ուզում ասես Հովիվ, հավատք, հրաշագործություն, բժշկությունները մի քիչ է մարգարեություն, այն էլ ում որ մնաց, այդ ուզեմ, չէ։ Էլի եմ ասում, եկեք ուզենք ավելին, եկեք ուզենք, որ Աստված ինձ ու քեզ գործածի, ինչի մեջ, ինչպես, ինքն է որոշելու, բայց եկեք մենք ուզենք, եկեք մենք դա ձգած պահենք, եկեք մենք չթուլացնենք, եկեք մենք չասենք անտարբերության մեջ չընկնենք, ամեն, կարելի է նվագել, այլ իրականում ասեմ, Տեր, այսօր Ես իմ աղոթքը սիրո պատճառն է։ Իմ աղոթքը, որ ես ձգտումս սիրուց է գալիս։ Այս ձգտումս թերթերի առաջի էջերի ներևալու համար չի։ Այդ ձգտումս իմ անունը բարձրացնելու համար չի։ Թեև գիտես, կիմանան։ Ասում եմ, եւ լսում էին տարբեր գյուղերից, տարբեր տարածքներից ու գալիս էին Հիսուսի։ Թող գան։ Մեկը դու հո գիտես, որ Աստծո անվան համար ես դու անում։ Դու հո գիտես, որ այդ հեղինակը, աղբյուրը, տվողը ով է։ Ինձանից այնքան փոքր բան է մնում։ Լինեմ այդ անոթը իր ձեռքերի մեջ։ Գիտես, մի օր մի անձնավորության հետ խոսում էի ու ինքը պատմում էր։ Ասում է, գիտես, գնացի, քարոզեցի, ծառայեցի, էս եղավ, ասում եմ, ինչ լավ է։ Գիտես, sense վկայություններ բոլորս էլ լսում ենք, չէ՞, մեր մեջ էլ է, չէ՞, sense նախանձավորություն, լավ իմաստով, նախանձ չէ։ Տեր ինչ լավ է, ես էլ եմ ուզում, մեր մոտ էլ թող լինի, թող էս դուր մարդը հիվանդ մտնի, առողջ դուրս գա, կոտրված մտնի, բժշկված դուրս գա եւ այլն։ Ու վերջում ինչ ասի, լավ է։ Ինչ լավն եմ, չէ՞ ես։ Ես հեռախոսով էի խոսում, այս դիրքը չտեսա, բայց էսի ես հորինեցի։ Ինչ լավն եմ, չէ՞ ես։ Ոնց որ երման ջուր լցեին վրես։ Չէ, ինքը սուտ չէր ասում, երևի։ Ասում եմ, դու, թե Հիսուսը։ Ինքն է չհասկացավ, թե ոնց է բաց թողեց բերանից։ Ասում, դե հա, Հիսուսը։
բայց այնքան տխուր էի ես արդեն։ Այնքան տխուր էի արդեն։ Գիտես, Աստված իրան գործածել է, էլի կգործածի, բայց եթե սենց շարունակվեց, ինքը լավ տեղ չի հասնի։ Լավ տղա է, Հիսուսն է լավ տղա։ Հիսուսն է լավ սրտացավ։ Պարգևները իմ ու քո արժանիքներից չի, էլի եմ ուզում ասեմ։ Որ վերցնես մենք այդ արժանիքները չունենք էլ ընդհանրապես։ Կորինթոսի եկեղեցին երիտասարդ եկեղեցի գլուխդ կբռնես, լսես ինչեր էր կատարվում, բայց Աստված շաղ էր տվել իր պարգևները։ Գիտես, պարգև տալը հոգևոր հասունության հետ կապ չունի, բայց պարգևներով ճիշտ ծառայելը հոգևոր հասունություն է պետք։ Ամեն։ Ճիշտ ծառայելը հոգևոր հասունություն է պետք։ Ճիշտ սիրտ է պետք, նախանձավորություն է պետք, լավ բնավորություն է պետք։ Թե չէ բոլորս մեզ տված նվերները, պատկերացնում ես երեխի տալիս ես նվեր։ Իր ուզած ամենալավ կոնֆետները։ Ու գնում ասես կլի, մի հատ է ինձ կտաս։ Ինչքան ցավոտ է, չէ՞։ Լսի, ես եմ քեզ տվել նոր 1 կիլո, 5 կիլո։ Մի հատիկ ինչ չես տա։ Չվարվենք տենց էլի։ Ես իմն է։ Ատենսները մոլորության մեջ են գնում։ Ատենսները դուռ են բացում դևերի համար, ու հետո որ ասում են, տեսակ ինչ եղավ, բայց չգիտեն ինչ եղավ։ Դրա համար եկեք գնահատենք տվողին, գործածողին։ Մենք էլ ասենք, Տեր, ինչ լավ է, որ ինձի կամեցար։ Քո անոթը դարձրիր։ Ինչ լավ է։ Լցրա։ Ես կտամ։ Ռուչկեն չեմ թեքի իմ կողմը, կտամ։ Լցրա ես կանեմ, լցրա։ Բա ոնց իմանամ լցրելա թե չէ։ Սկսի, գործի դնել ինչ որ ունես։ Ինչի մեջ կաս հավատարիմ եղի, գործի, վազի։ Չէ, իմ ուզած բոթասները առեք վազեմ։ Հələ վազի, եթե տենան դու վազում ես, այդ տաղանդը քո մեջ կա այդ բոթասներն էլ կառնեն։ Ամեն լետ լողի բասեին ինչի վերաբերվում։ Տասնչորսերորդ խոսքը։ 14-րդ գլխի։ Չէ, կներեք, 12-րդ խոսքը։ Գրված այսպես. Այսպես էլ դուք, որովհետև հոգևոր պարգևներին նախանձավոր եք, եկեղեցու շինության համար ջանք արեք, որ էլ ավելանաք։ Գիտեք ռուսերենը ոնց է ասում։ Ասում ավելի ջանք արեք, որ հարստանաք, ավելանաք։ Ինչքան լավ է շեշտում եկեղեցու շինության համար։ Իմ օգտի համար, իմ ծրագրերի համար, իմ կամքի համար, իմ արքայության համար։ Ամեն։ Ջանք արեք։ Ավելանաք, ավելի օգուտ տաք, դուք էլ զարգանաք, դուք էլ ծառայեք, դուք էլ օգտակար լինեք, դուք էլ ձեր պեսերին բարձրացնեք, ու ավելին։ Նախանձավորությունը կամ ինչպես մի փոքր էլ ուզում եմ վերջում մի աղոթք ենք անելու։ Օրինակ, ով է փափագողը թանկագիններս։ Ով է փափագում Աստծո պարգևները ունենա։ Ով է փափագում, որ Աստծո ձեռքը իր կյանքի մեջ լինի։ Ով է փափագում, որ Աստված իրան միշտ գործացի։ Նա ով որ Կիրակից Կիրակի Աստվածաշունչ բացում են, էլ չի բացում, հենա գցած է, էլի։ Գցեք թող կարդանք։ Հա? Դա փափագող կանվանես։ Ով է փափագողը, որ երբ որ միայն կարիքը սեղմում է, օղակը սեղմվում է, նոր սկսում աղոթք անել։ Փափագող կանվանես իրան։ Բաում կանվանենք, լավ, էլ օրինակներ չբերեմ բացասական։ Ես օրինակ մտածում եմ փափագող կանվանեմ այն մարդուն, ով որ ուշքում միտքը Աստծո հետ է։ Ով որ քրքրում ու նայում ու լիքը օրինակներ է նայում, կարդում Աստծո այդ ժամանակ անցկացնում։
Նա փափագում է, որտեվ այդ աղբյուրն է ինքը։ Աղբյուրից է միշտ խմում։ Աղբյուրի մոտ է, հայացքը աղբյուրին է։ Ով է փափագողը։ Ով որ գիտի բոլոր նորությունները կառավարական եւ ընդդիմության, ով որ գիտի բոլոր լուրերը, ով որ գիտի բոլոր բամբասանքները հոգեվոր, ով սրան ինչ ասեց, ով որ գիտի ամենտեղ ինչ է կատարվում, թե ով որ արթուն է, գիտի Աստծո հոգին ինչ է անում, ինչ է ուզում, ով որ արթուն է։ Եփեսացիների մեջ գրված է մի հարբեք գինով, այլ լցվեք Սուրբ Հոգով։ Գինին գիտեք, այս պարագայում, թեև ուղիղ իմաստով, թե փոխաբերական, միևնույնն է։ Ասում եմ մի հարբեք, մի լցվեք սխալ բաներով, մի լցվեք աշխարհով, մի լցվեք, որովհետև դա կորցնում է ձեր որակը, այլ լցվեք Սուրբ Հոգով։ Լցվեք, մկրտվությունը Սուրբ Հոգու մի անգամ է, բայց լցվելը անսահմանափակ։ Ամեն։ Լցվեք։ Ինչպես են լցվում։ Գնում ու ասում ես, ես դատարկ եմ լցրա։ Ես ծարավ եմ։ Ով է խմում ջուր, ով որ ծարավ է։ Ով որ լցված է։ Ով որ ծարավ չի, ինչքան ուզում ես ջուր տուր։ Կխմի։ Ով որ Աստծո դռների մոտ է։ Ես շեշտ անում եմ արդեն փափագի վրա։ Մենք մեր փափագը պետքա ցույց տանք Աստծուն։ Ով որ իր անձը, անոթը, սենց ասած, մաքուր է պահում, դա փափագ է թե չէ։ Որ իրան կգործածեն։ Նայեք, բոլորիս տանը անոթներ կան լավ, այն լավ տեղերում դրված, առօրյա եւ սենց չերևացող տեղերը, որովհետեւ այնտեղ սենց ժավել, մավել, եսիմ, սենց բաների տակ են նրանք օգտագործվում։ Կան, չէ՞։ Ու երեքը գալիս են քո առաջ կանգնում են։ Գործածի ինձ ասում է քո հաճույքների, քո կարիքների համար։ Ու մենք ասում ենք, դե կարևորը բաժակա, ինչ կապ ունի։ Բոլորս միանշանակ վերցնում ենք մաքուրը։ Ընտիրը, լավը, որտեղ ոչ մենակ հագենալու համար, այլ նաև հաճույք ստանալու համար։ Լավը։ Չէ՞։ Գեղեցիկը, որակովը։ Հա ինչ կարելի է բռով է խմել։ Ես մտածում եմ, ու եթե համաձայն ես, դու էլ տենց մտածի, որ մեր անձը մենք պետքա սուրբ ու անարատ պահենք։ Աստված ավելի կգործածի մեզ։ Որովհետև ավելի շատ է հավանականությունը, որ գիտես Աստված քեզ կլցնի ու քեզ կգործածի։ Ոչ թե շատ, այլ հաստատ է։ Որն է ձգտման պատճառը։ Էլի եմ ուզում շեշտադրեմ։ Մարդկանց երևալու, թե օգուտ բերելու։ Սրտացավություն։ Մի բան եմ գրել, ուզում եմ կարդամ։ Ինչպես է փափագողը, այդ ձգտողը, ցանկություն, այդ կամ ով որ ցանկանում է։ Ով է նա ժամանակ է գտնում։ Չէ՞։ Նա ժամանակ է գտնում կամ առանձնացնում դրա համար։ Նա ականջ ու սիրտ է տալիս Աստծուն։ Համաձայն եք։ Կարելի է թող թիմը գա փառաբանության։ Նա մեծ փափագ ունի մարդկանց ծառայելու։ Նա ամեն օր լցվում է ճշմարտությունով։ Եվ ասեցի, նա իր անձը սուրբ է պահում։ Փիլիպեցիների առաջի գլուխ 9-րդ խոսքից մենք աղոթք ենք անելու։ Թանկագիններ, եկեք չթողենք այս աշխարհը, սատանան, այն բաժինը, որ տրված է մեզ, այն բաժինը կամ այն պարգևները, զորությունները ու ամեն բան,
որ մեր հասանելիքն է։ Մեզ ուրիշ կողմ շեղի, որ չօգտվենք դրանցից։ Ուրիշ բառերով ասեմ, մեռած եկեղեցի չլինենք, անունով եկեղեցի չլինենք, հասկանում եք, սա չի Աստծո ուզածը։ Եկեղեցին պետք է կենդանի լինի, եկեղեցին պետք է արթուն լինի, զորավոր լինի, աշխուժ լինի, գործուն լինի, ինչպես նորմալ օրգանիզմը։ Եթե մի օրգանիզմ կենդանության նշաններ չի տալիս, իրան շուտ բժշկի են տանում։ Եթե այսօր ես ու դու բժշկի կարիք ունենք, եկեք մեզ բերենք բժշկին, թող արհեստական շնչառություն դնեն, չգիտեմ, էլեկտրաշոկ տան, մի հատ սթափեցնի, թող մեր հայացքը սխալ տեղերից ուղղի Քրիստոսի վրա, նպատակների վրա։ Աշխարհը չունի այդ զորությունը։ Ունի, բայց գիտեք ինչ, դիվային զորությունը։ Ու երբ որ մարդը չգա ստեղ պատասխան գտնելու, ինքը պետք է գնա կախարդների մոտ պատասխան գտնելու։ Մենք այնքան հեշտ ենք ասում, այս ինչ ազգ ենք, աչ ու ցախ է թում են գիր բացեն, թուղթ փագեն, չգիտեմ, էս նայեն։ Գիտես խնդիրը ինչումն է։ Եկեղեցին, որովհետև չունի այդ պատասխանը։ Եկեղեցին չի տալի այդ զորությունը։ Եկեղեցին չի մտածում ու ծունկի գալի օր ու գիշեր լացի ասի լսի իմ պատճառով է որ նա գնում է։ Այ եթե ես իրան պատասխան տայի, այ եթե ես իր զորությունը տիրոջ դրսևորեի, չեմ հոսի այդ բառը։ Երբեք չէր գնա։ Ինչի գնար, եթե արդեն պատասխան ունի։ Չունեն։ Ու գիտեք, ու սատանան վերցնում ու կոպյան անում այն ինչ որ Աստված։ Եվ ապագան է խոսում, եւ զորություն անում, եւ հրաշք անում։ Ու իրանք էլ ասում են. լսի, տեղը լավ գիտեմ, ընդեղ գնա։ Այս ինչի տեղը գիտեմ, ընդեղ գնա։ Ինչքանդ եք տեսել սոցցանցերով, մի հատ լավ բախտ նայողի տեղ ասեք։ Չէ, ու մենք ինչ ենք գրում։ Լսեք, ինչ բախտ նայել էսի կախարդությունա, Տեր անեցքի, մեջքը կանիցվես, մի արասես բան, բայց պետք է ուղղակի ասել. Արեք, ես կնայեմ ձեր բախտը։ Արեք, ես կքանդեմ ձեր թուղթու գրերը։ Ով կար այսօր համարձակետ ասի։ Դե ասեք թող գան։ Պետք չի ստեղ բերել։ Հանդիպի իրան, փողոցում, քո տանը, սրճարանում հանդիպի։ Ու ասա ձրի։ Անվճար ասա, առաջի սեանսը։ Երկրորդի տեղը կվճարես, երբ որ հարազատիդ կբերես իրանն էլ կասեմ։ Լավ, շատ չընթարցակվենք։ Չէ, իրականում ճիշտ եմ ասում, թե չէ։ Ես մտածում եմ պատասխանը, զորությունը, լուծումը Հիսուսը տվեց եկեղեցուն։ Այլապես ինչ պետք էին մեզ պարգևները, որ շքանշանները շարեինք ու ման գայինք, ումն ավելի փայլունը, ումն ավելի ծանրը։ Իհարկե ոչ։ Գրված այսպես, եւ ես Փիլիպեցիների 1:9 աղոթք եմ անում, որ ձեր սերը էլ ավելի ու ավելի հարստանա գիտությունով եւ ամեն հասկացողությունով։ Սերը դա հասկացողություն է։ Սերը դա գիտակցություն է, որ հետո սեր է դառնում։ Սերը զգացմունք չի։ Ես աղոթում եմ, որ դուք սենց այնքան լավ լինեք, սենց ու ես աղոթում եմ, որ ձեր սերը ավելանա։ Ու հասկանաք ինչ է սերը, որ դուք ձգտեք, ասեք, Տեր, ոչ մի հատ ես համաձայն չեմ։ Ես ինչպես կկանգնեի իմ հարազատի կամ ընտանիքի անդամներից որևէ մեկի համար ու կաղաղակեի ու կպատերազմեի ու մարտնչեի, այդպես էլ պետքա կանգնեմ նրա համար, ում որ անգամ չեմ ճանաչում, բայց եղբայրս, քույրս գրել ասել է, գիտեք, աղոթքի կարիք ունի։ Այ իր համար էլ այս, ինչով որտեվ այդ սերն է ինձ դրդում։ Բայց չիմանամ, ոնց իմանան, ով աղոթ է։ Ոնց իմանանք, այդ ում աղոթքից պատասխանվեց։ Ինչ կարևորը, կարևորը սերն է։ Ամեն, կարևորը պատասխանն է։ Որ դուք լավագույնը ընտրեք, ինչքան նման էր այնտեղ, չէ՞, ասում եմ, լավը ընտրեք,
Լավագույնը ընտրեք, մեծը ընտրեք։ Այսինքն որ ձգտում ունենաք, լավ։ Որ մաքուր լինեք առանց գայթակղության Քրիստոսի օրում։ Արդարության պտուղներով լցված Հիսուս Քրիստոսի ձեռով։ Ու այս վերջը այնքան լավ է, Աստծո փառքի եւ գովասանքի համար։ Լսեք, քեզ Աստված կփառավորի։ Մեր գործը իրան փառավորելն է։ Լավ, եկեք ոտքի կանգնենք։ Պարգևների բացահայտման շաբաթ ենք հռչակում կամ ամիս, բայց ոչ թաքուն պահելու, թաքուն չենք պահում, ստեղ տեսակ չէ, որ տված է ամեն մեկին թաքուն պահելու համար, տված է բոլորի օգտի համար, արի, կիսվի, ասա, գիտես, սենց հետս, չգիտեմ, հիմա էսա, ենա, ինչա, ոնց է, բայց սենց բան եմ զգում, աղոթենք այս աղոթքը, ես կկարդամ, բայց դու հռչակի, Տեր Հիսուս Քրիստոսյանով աղոթք ենք անում ու աղաչանք ենք բարձրացնում, որ մեր սերը էլ ավելի ու ավելի հարստանա Տեր, քո գիտությունով եւ ամեն հոգեվոր հասկացողությունով Աստված, որ իրականում Տեր, մեր դրդապատճառները, մեր շարժը, մեր նպատակն ու Տեր ուղղվածությունը քո սիրուց լինի, որ մենք կարողանանք ու Տեր ավելի ծառայենք քեզ եւ քո պարգևներով լցվենք, որ լավագույնը ընտրենք, որ ել ավելին ձգտենք եւ նույն ժամանակ մաքուր լինենք, սուրբ լինենք, Տեր, պիտանի լինենք, առանց գայթակղության, որ Տեր ամեն ժամանակ, երբ որ դու ուզես կարողանաս գործածես յուրաքանչյուրին, քո եկեղեցում Տեր իմ Աստված, որ Տեր այդ արդարության պտուղներով լցված լինի եկեղեցին, ամեն մի քույր, ամեն մի եղբայր, որ ամեն մեկը ունենա վկայություն, ամեն մեկը ունենա Տեր իմ Աստված պտուղ, պտղաբեր լինի, եւ այդ ամեն բանի նպատակը Տեր, քո անունը փառավորելը լինի, քո փառքը տարածելը լինի, քեզ մարդկանց ցույց տալը լինի։ Սա մեր աղոթքն է Տեր, սա մեր խնդրվածքն է Տեր, ոչ միայն մեր եկեղեցու համար, քո բոլոր եկեղեցիների համար, քո Տեր, բոլոր սուրբերի համար, բոլոր Տեր իմ Աստված, զավակներիդ համար, որ այս աշխարհը պատասխան ունենա, որ այս աշխարհը Տեր լուծում ստանա, որ այս խավարը Տեր լույսը ճանաչի, որ Տեր կոտրված անձերն ու սրտերը, մարմինները բժշկություն ստանան, ինչպես որ դու երկրի վրա ես ծառայում Տեր, այդպես էլ այսօր քո մարմինը երկրի վրա ծառայի Տեր, Հիսուս Քրիստոսի անունով, օրհնի քո եկեղեցին Տեր, քո խաղաղությունով, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։